ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դիտարկում է արտերկրում շուրջ 30 դեսպանատների և հյուպատոսարանների փակման հնարավորությունը, կապված արտերկրում դիվանագիտական ներկայության զգալի փոփոխությունների հետ։ Այս մասին ասված է Պետդեպարտամենտի ներքին փաստաթղթում։ Փաստաթղթում նաև խորհուրդ է տրվել կրճատել Սոմալիում և Իրաքում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունը։ Երկու երկրներ, որոնք առանցքային դեր են խաղում ԱՄՆ հակաահաբեկչական գործունեության մեջ։ Փաստաթուղթը խորհուրդ է տալիս փակել 10 դեսպանատուն և 17 հյուպատոսարան։ Դրանցից շատերը գտնվում են Եվրոպայում և Աֆրիկայում, ինչպես նաև Ասիայում և Կարիբյան ավազանում։ Դրանց թվում են Մալթայի, Լյուքսեմբուրգի, Լեսոտոյի, Կոնգոյի Հանրապետության, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության և Հարավային Սուդանի դեսպանատները։ Ցուցակում տեղ են գտել նաև 5 հյուպատոսություններ Ֆրանսիայում, 2-ը Գերմանիայում, 2-ը Բոսնիայում և Հերցեգովինայում, 1-ը Մեծ Բրիտանիայում, 1-ը ՀԱՀ-ում և 1-ը Հարավային Կորեայում։ Փաստաթղթում առաջարկվել է, որ փակ դեսպանատների պարտականությունները կատարեն հարևան երկրներում գտնվողները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զայրացած է Եվրոպայի վրա այն բանից հետո, երբ ԵՄ առաջնորդները աջակցություն են հայտնել Վոլոդիմիր Զելենսկուն Օվալաձև աշխատասենյակում վեճից հետո։ Այս մասին գրում է Politico-ն։ Հոդվածում նշվում է, որ Թրամփը կատաղած է Եվրոպայի վրա, որը ամուր գրկել է Զելենսկուն Սպիտակ տանը սկանդալից հետո։ Ամերիկացի առաջնորդն այս աջակցությունն անտեղի է համարել, գրում է թերթը։ Ըստ Politico-ի, Օվալաձև աշխատասենյակում Զելենսկու հետ հանդիպման հաջորդ օրը կատարվածը Թրամփի համար վերջին կաթիլը դարձավ, քանի որ ուկրաինացի առաջնորդը բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է, որ խաղաղության համաձայնագիրը դեռ շատ հեռու է։ Սրանից հետո ԱՄՆ նախագահը դադարեցրել է օգնությունն Ուկրաինային։ Ուկրաինայի տարածքում հատուկ գործողությունը կարող է մասնակիորեն ավարտվել մինչև դեկտեմբեր, սակայն ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման հույս չկա։ Այս մասին խոսել է քաղաքագետ Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարանի դոցենտ Ալեքսանդր Պերենջիևը։ Նա մատնանշել է, որ 2025 թվականին պատերազմի ամբողջական ավարտի հույս չկա։ Քաղաքագետը ենթադրել է, որ մարտերը կշարունակվեն մինչև ամառ, և եթե կա դրա մասնակի ավարտի հնարավորությունը, դա կլինի 2025 թվականի դեկտեմբերին, բայց շատ ավելին պետք է տեղի ունենա ոչ միայն ճակատում, այլև համաշխարհային իրականությունում, ներառյալ իրավիճակը գլոբալ տնտեսության մեջ, ԵՄ-ի և ԱՄՆ-ի ներքին իրավիճակը, սոցիալ-քաղաքական վիճակը, ասել է Պերենջիևը։ Մոսկվայի հաղթանակի շքերթին մասնակցել ցանկացող ԵՄ անդամակցության թեկնածու երկրներին ուղղված սպառնալիքներն աղետ են։ Նման կարծիք է հայտնել Հարավարևելյան համալսարանի պրոֆեսոր Գլեն Դիզենը։ Եվրոպայի ընտրված առաջնորդներին պատժում են Մոսկվայում հաղթանակի շքերթին մասնակցելու համար, որը նշանավորում է նացիստական Գերմանիայի պարտությունը։ Դիվանագիտության քրեականացումը աղետ է և պետք է դադարեցվի։ Հակառակ դեպքում Եվրոպայում խաղաղության շուրջ բանակցությունները կվարեն բացառապես ոչ եվրոպացիների կողմից, ասել է պրոֆեսորը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը վերանայել է իր դիրքորոշումը Ուկրաինայի հետ բանակցությունների ընթացքում, Կիևին ցուցաբերվող օգնության պահանջները $300 միլիարդից հասցնելով 100 միլիարդի, ինչը ցուցանիշը մոտեցնում է 90 միլիարդ ուկրաինական գնահատականին, հայտնում է Bloomberg-ը։ Անցյալ շաբաթ Վաշինգտոնում կայացած բանակցությունների փուլից հետո նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նվազեցրել է օգնության գնահատականը, որը ԱՄՆ-ն տրամադրել է Կիևին Ռուսաստանի լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր, $300 միլիարդից հասցնելով մոտ $100 միլիարդ, ասվում է աղբյուրում։ Նշվում է, որ որպես օգնության փոխհատուցում Վաշինգտոնը նախատեսում է շահույթ ստանալ Ուկրաինայի ապագա ներդրումային նախագծերից, մասնավորապես օգտակար հանածոների և ենթակառուցվածքների ոլորտներում։